Ուսովետ նոյեմբերի 16-ին, որ արշալույսը բացվելու արշապատի վրա։ Ոտքերս բարի։ Arakel. Aufschikade ya. Արշապատի հետ կապված քարոզարշավի շրջանակներում գտնվում ենք Արշալույս գյուղում եւ ոչ ենք անում հետեւել մեր էջին եւ անպայման մասնակցել նաեւ ընտրություններին։ Մենք շրջայց կանենք գյուղում եւ ներկայացնենք մեր ծրագիրը։ Տարածքների, մարդկային կորուստներ եւ որպես ինքնասեմ այս գյուղը նույնպես տվեց հերոսներ, գեներալներ, ովքեր ցավոք չգնահատվեցին նույնիսկ։ Մենք պետք է վերականգնենք մեր արժանինքները եւ ամեն ինչ անենք, որ բերենք բարեփոխություններ իբրս Հայաստան աշխարհի մի բարություն հայտնի մեր ժողովուրդը արժանի է դարձել։ Հարկ է ժողովուրդ։ Արշալույս գյուղի հարգելի ժողովուրդ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստան կուսակցությանը, միացապերով ողջուն ենք Արշալույս գյուղի բնակիչներին։ Սիրելի ժողովուրդ, ես մի քանի բառով կուզեի ներկայացնել մեր նախընտրական ծրագրերը, որը որ մենք դրել ենք մեր, այսպես ասած, համար առաջի ծրագրերից։ Ես ինքս Դողս գյուղի բնակիչ եմ, անունս Գրիշա Հարությունյան, երկար տարիներ ելնել եմ Դողս գյուղի
գյուղապետը եւ այն քննիները, որոնք ես արձանագրել եմ եւ մենք պատրաստում ենք դրա լուծումը տալ, կուզեի այն մեծ խնդիրները, որ բոլորի այսպես ասած անհանգստացնում եք, կուզեի այդ խնդիրներից մի քանիսը նշել։ Ես ինքս դասգյուղում ունեմ Ջերմատում, այսօրվա մեծ խնդիրներից մեկը ջերմական հարցերն է, այսպես ասած, եկել է դառնալ մի մեծ պրոբլեմ։ Ես ուզում եմ արժանուց գույնի բոլոր բնակիչներին այսպես խոստումով ասել, որ մեր ընտրվելու պարագայում այդ ջերմական ջերմոցների հարցը կարգավորելու ենք, այսինքն այսօրվա իշխանությունները, որ ստիպում են հաշվառել, օրինականացնել եւ այլն, մենք պետք է վերանայենք եւ դրել ենք ամենամաչելի, ամենահարմար պայմաններին, որ գյուղացին կարողանա իր դեպքը մշակել։ Եվ երկրորդ, բոլորի խոսք ենք տալիս, որ մանկապարտեզները լինելու են անվճար։ Մենք իրաքրթիքն է համար 4-ը, մենք ձեր բոլորին կոչ ենք անում միանալ մեզ, որ այս ինչ ծրագրեր, որ մենք ունենք, կարենանք ու կատարածենք։ Հայաստան, համար 4, Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Այս ընտրություններին մենք մասնակցում ենք թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Մեր գլխավոր քաղաքական նպատակը իշխանափոխությունն է, նախ Վաղարշապատում, ապա ամբողջ Հայաստանում։ Այս իշխանությունները բերել են պատերազմ, պարտություն, ավեր, ողբերգություններ։ Մենք ձեզ կոչ ենք անում մերժել քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցվածներին եւ ձայնը տալ Մայր Հայաստանի, որպեսզի մենք կարողանանք կյանքի կոչել մեր այն ծրագրերը, որը ներկայացրել են ձեր դատին։ Իշխանությունները արդեն գնում են իրենց հոգեարազատ կեղծիքների ճանապարհով։ Անխնա օգտագործում են վարչական ռեսուրսը։ Դիմում են ճղճուն քայլերի, որոնցից մեկը այն է, որ երբ որ պարզում են, որ այս կամ այն քաղաքացին մեր կողմնակիցն է, նրան կամ նրա բարեկամներին սկսում են նեղել, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն կամ արդեն իսկ հեռացնում են։ Սրանք լկտիություններ են, որոնք մերժվում են մեր կողմից եւ մենք քաղաքացիներին կոչ ենք անում։ Եթե զգում եք, որ սրանք ձեր դեմ դուրտուժ են կիրառելու, այդ պահին կարող եք ցույց տալ, որ մեզ եք քվեարկում։ Բայց ամենակարևոր, երբ նոյեմբերի 16-ին հայտնվեք քվեախցիկի առաջ, մերժեք այս թրքահաճո եւ ադրբեջանամետ իշխանություններին ու ձեր ձայնը տալով Մայր Հայաստան կուսակցությանը դրեք դրական փոփոխությունների հիմքերը։ Մի վախեցեք, մի ընկերկեք, մի հաստատվեք, մի հուսահատվեք, սրանք իրենք են վախեցած, իրենցից պետք չէ վախենալ։ Մենք ծանոթ ենք ձեր բոլոր խնդիրներին, որոնք վերաբերում են ինչպես Արշալույսին, այնպես էլ Վաղարշապատի մյուս գյուղերին, եւ որոնք վերաբերում են նաեւ հանրապետությանը։ Մենք ծանոթ ենք ձեր մտահոգություններին, գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք ձեզ հուզում են։ Մենք ունենք լուծումներ, այդ լուծումները ինչպես տեղական, այնպես էլ համապետական նշանակություն ունեն։ Շատ կարևոր է ձեր ակտիվ մասնակցությունը ընտրությանը։ Սրանք հույսը դրել են ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի եւ այլ ակորինի հնարավորությունների վրա։ Մեր պատասխանը, բոլորիս պատասխանը պետք է լինի
ընտրությանը ակտիվ մասնակցելով կանխել ընտրակեղծիքները, ակտիվ մասնակցության պարագայում սրանք ծնկի են գալու ձեր առաջ։ Սիրելի արշալույսցիներ, դուք նոյեմբերի 16-ին նոր արշալույս պետք է բացեք գավառշապատի գլխին, որը հետագայում նաև կտարածվի ամբողջ Հայաստանով։ Գավառշապատը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այստեղ ոչ միայն տեղական, այլ նաև համապետական խնդիրներ են լուծվելու։ Շատ կարևոր է, որպեսզի մենք մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային, դրանով իսկ պաշտպանելով մեր հայ առաքելական սուրբ եկեղեցի, պաշտպանելով սահմանին կանգնած զինվորին, պաշտպանելով մեր հանրապետությունը, որովհետև սրանք խաղաղություն են խոստանում ու պատերազմ բերում, խաղաղություն են խոստանում ու պարտություն բերում։ Մենք պետք է մերժենք այս ստախոսների, խալանչիների, կոռումպացվածների իշխանությունը և բացենք նոր էջ մեր պատմության մեջ։ Սիրելի վաղաշապատցիներ, սրանք աշխարհարության են գնացել, մտածելով, որ խոյի բնակիչների ձայները իրենց գրպաններում են, հետևաբար պետք է միացնել էջնացնին, որպեսզի խոյի ձայներով կարողանան կոմպենսացնել էջնացնի իրենց գերցածր վարկանիշը։ Այս ամենից ելնելով, դուք պետք է ձեր քաղաքական ապտակը տաք այս ապիկարներին ցույց տալով, որ ոչ թե խոյն է իրենց գրպանում, այլ դուք ձեր գրպաններից պետք է դուրս շպրտեք քաղաքացիական պայմանագրին։ Սրանք բերում են թանկացումներ և թալան։ Ձեր գրպանը մտել են և ջերմոցների հետ կապված, և մյուս հարցերի հետ կապված։ Եթե Աստված մի արասցե սրանք վերարտադրվեն, ապա թանկացումները մտնելու է յուրաքանչյուր տուն ու յուրաքանչյուրի գրպան։ Ուրեմն դուրս շպրտեք ձեր գրպանից այդ թալանչիներին, այդ ադրբեջանահաճո իշխանություններին և իմացեք, որ մայր Հայաստանը քաղաքացիական պայմանագրի թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն է։ Մեր կարգախոսն է միացին, որ փոխելքը մենք միայնակ անզոր ենք, մենք կարող ենք միայն ձեր օգնությամբ, սիրելի քաղաքացիներ, արշալույսի հարգելի բնակիչներ, միայն ձեր քրեի ուժով հնարավոր կլինի հասնել փոփոխությունների և մենք համոզված ենք, որ այդ ուժը մենք ստանալու ենք ձեզանից։ Միացիր! 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 Մայր Հայաստանը թիվ 4 ընտրակ քննադեպքն է։ Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան! Կուսակցության ցուցակը այս ընտրություններում գլխավորում են Գրիշա Հարությունյանը, Դավիթ Կարապետյանը, Միկսիմե Մկրտչյանը։ Մենք ձեզ առաջարկում ենք փորձառու ճանապարհ անցած մարդկանց թիմ։ Հետևաբար ակնկալում ենք, որ դուք ձեր քրեով սատարել եք մեզ, սատարել եք մեր ծրագրին և մերժելու եք այս հակաքրիստոնյա իշխանությանը։ Գրիշա Հարությունյանը մեր ցուցակը գլխավորում է և նա փորձ ունեցող մարդ է, ղեկավարել է համայն։ Հետևաբար Գրիշա Դավիթ Միկսիմե Շորջը շատ շնորհակալ ենք, մենք հիմա կանցնենք Գյումրի փողոցներով, կներկայացնենք մեր ծրագիրը և դուք կարող եք մեզ մոտենալ հիմա ուղիղ եթերում էլ միացրած մեր հանդիպումները նաև, բայց ամենակարևորը մասնակցեք ընտրությանը, որպեսզի քննախցիկում մերժենք այս անաստվածների, թրքահաճո իշխանությունների թեկնածուներին։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր,
Միացիր։ Մայր Հայաստան կուսակցություն քրեաթերթի կամար 4 միացիր
անմխիթար վիճակներ, տանիքների անմխիթար վիճակներ, արեկարգան մեծ աշխատանքներ են պետք, իսկ ես նշում եմ, որ մեր թիմը երիտասարդության և փորձի համադրությունն է, մենք մեր թիմում ունենք նաև մարդիկ, որոնք երկար տարիներ ղեկավարել են իրենց համայնքները, իսկ բյուջեի ճիշտ կառավարման, այսինքն մասնագիտացված կառավարման փորձ ունեցողները, որ այնպես կառավարեն, որ բոլորը իրենց հանրային խնդիրները տեսեք, այսպիսի ոնց որ ասած մինիմում, մաքսիմում կետեր, ուսումնա մեր ավականին որոշել է ամենամաքսիմում գնով այդ ջերմոցների օրինականացման հարցը, իսկ դա վերանայել է պետք մինիմումով կարելի է այդ հարցերը լուծել։ Մինիմում որոշումով, այսինքն ոչ 1020 դրամ, շատ մատչելի գնով, որ գյուղացին ինքը արդեն ցանկություն հայտնի օրինականացնելու ջերմոցները, որ վաղը այսօր չգիտեմ ինչ կներեն։ Այսինքն քիչ գումարներ ծախսելով օրինականացնենք 1000 քառակուսի մետր ջերմոց սարքելու համար, որ այսօր գյուղացին չգիտեմ 5-ից 5.5 միլիոն դրամ է ծախսում, մի հատ էլ միլիոն դրամ չծախսի դրա օրինականացնելու համար։ Շատ մատչելի գնով օրինականացնում, որ հարցերը լուծի է, հիշեմ։ Այսինքն մինիմումով կարելի է լուծել այդ հարցերը։ Հաշվետ եք քանի ջերմացու կոշոր գոնե Առաջ կգնա։ Տեսեք, վաղաշաբաթ համայնքում, այսինքն օյ, բոլորը թիմերը, բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ, ու ասեմ այդ գյուղատնտեսության ջերմոցները շատ աճի ես ասեմ կոնկրետ թիվը չեմ կարող նշել քանի հեկտար կա, բայց որ ամեն գյուղում ժողովուրդը շեշտ դրել է ջերմոցների վրա, այդ ջերմոցներն այս բանի գյուղատնտեսության մեջ մի քիչ մարդկանց վիճակը բարելավում, բոլորը շեշտը դրել են դրա վրա, շատ է, բոլոր համայնքներում է
4 միացիր Կանցնորեն ատելության ու տխրության եկել է ժամը կողնաչի շուսնիցան Չարինվատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, կեզ պահպանի աստողորդին, սերին բաղաշապատ սուրպին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին բաղաշապատ սուրպին, It's me, I see, in my Hayastan. Մայր Հայաստան կուսակցություն Գրիժարությունյան Դավիթ Կարապետյան Հոսինե Նիկոչյան Հրեաթերթի կամար 4 միացիր որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն Հրեաթերթի կամար 4 միացիր որ փոխենք Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քրեաթերթի կամար 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով վերջ դրեք այս ապիկար դավաճան իշխանությանը, ամբողջ Հայաստանի, ամբողջ հայության ուշադրության կենտրոնում վաղաշապատն է, որովհետև այս ընտրությունները գրեթե համապետական նշանակություն են ունենալու։ Անպայման մասնակցեք ընտրությանը, մերժեք այս անաստվածներին և իմացեք, որ ձեր քվեն վստահելով Մայր Հայաստանին, դուք ձայն եք տալիս քաղաքացիական պայմանագիր կոչված խունտայի թիվ 1 ընդդիմախոսին։ Միացիր! Միացիր! Մայր Հայաստան, համար 4 Հարգելի քաղաքացիներ, անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեն մեզ ուժ է տալու, որպեսզի ձերբազատվենք այս ապիկար իշխանություններից, որպեսզի ձեր գյուղի խնդիրները լուծվեն, որպեսզի մեր համայնքի խնդիրները լուծվեն, որպեսզի մեր երկրում իրական խաղաղություն լինի, սահմաններն անվտանգ լինեն, զինվորները կարողանան նորմալ ծառայել և հայրենիքի համար իրենց ֆունկցիան կատարեն, դրա համար պետք է ազատվենք այս իշխանություններից, որպեսզի կարողանանք մեր երկրի համար զարգացում և խաղաղություն ապահովենք։ Միացիր! Միացիր! Մայր Հայաստան, համար 4 Thank you.
Բնակիչներ, մենք ձեզ դուրում ենք, որպես կոչ ենք անում, ակտիվ հետևել քարոզարշավին, այլ բոլոր ծրագրերի Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրսինե Լուկաչյան, Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Բակեր է այսպես ասած գյուղերի։ Ոստան ես դու մեր դպրության, դարձիր ոչնակ, նոր պայքարի ողջ հայության։ Նորեն, ատելության, տխրության, եկել է ժամը, կողաչի շուշնիցան։
սուրբին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին մաղար շապատ սուրբին, էջ միացին, իմ այր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Արշալույսի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք առաջիկա համայնքային ընտրություններում հանդես ենք գալիս 4-րդ քվեաթերթիկի ներքո։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, գնալ տեղամաս, իրականացնել քաղաքացիական պարտքը եւ ձեր խոսքը ասել համայնքի ճակատագրերը տնօրինելու առումով։ Հարգելի արշալույսիներ, դուք ինքներդ որպես գյուղական համայնքով բնակվողներ բախվում եք զանազան խնդիրների, որոնց լուծումը ամենևին էլ չի պահանջվում մեծ ֆինանսներ կամ ինչ-որ քաղաքական բարձր որոշումներ, ճիշտ կառավարում, ճիշտ մենեջմենտ եւ որ անպայման համայնքի ղեկավարության քաղաքականություն ուղղված լինի դեպի մարդը եւ ոչ թե մարդու համար խնդիրներ ստեղծել կամ ամեն գնով լցնել համայնքի բյուջեն։ Այդ առումով մեր ցուցակը շատ ներառական է եւ Աղարշապատի եւ հարակից գյուղերի բնակիչները արտացոլված են մեր ցուցակում, մարդիկ, ովքեր ունեն կառավարչական անցած ճանապարհ, անհատներ, ովքեր ունեն նոր միտք, նոր ասելիք, նոր խոսք։ Ողջունում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Եկեք բարձր ողջունենք մեր հայրենակիցներին, մենք Մայր Հայաստան ենք ներկայացնում։ Բարև։ Հարգելի արշալույսիներ, մեր ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, երկրորդ հորիզոնականում է Դավիթ Կարապետյանը, երրորդը Ռիփսիմե Մկրտչյանն է, բայց մեր ողջ ցուցակը պատվավոր եւ կենսագրություն ունեցող մարդիկ են։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման նոյեմբերի 16-ին գնալ տեղամաս եւ իրականացնել սեփական քաղաքացիական պարտքը։ Հատկապես, որ այս ընտրությունները չունեն ուղղակի համայնքային նշանակություն, ձեր քվեով դուք ձեր վերաբերմունքն եք արտահայտելու մայրաթոռի նկատմամբ կատարվող ոտնձգությունների եւ երկիրը թուրքերի ու ադրբեջանցիների առջև ծնկի բերելու քաղաքացիական պայմանագրի այս խայտառակ քաղաքականությանը։ Մայր Հայաստան, համար 4, սիրելի արշալույսիներ, դուք ինքներդ էլ ինչ-որ առումով սահմանապահ գյուղ եք եւ արտաքին վտանգները ինքներդ ձեր վրա զգալու եք առավել քան երբևէ։ Հիմա այս իշխանությունները Ալիևին ու Էրդողանին հրավիրել են Երևան Գարդանը հրավիրել են, հիմա էլ տմայթվում են այդ հրավերը, որը թունեն ինչ կլինի, որ չընդունեն ինչ կլինի, բատենց ոնց կլինի, այդ դուք, այդ ձեր Ալիևն ու Էրդողանը իրար որտեղ ուզում եք հրավիրեք, բայց աղբորպես մեզանից հեռու պահեք այդ ամեն ինչը, որովհետև ընդամենը ձեր քաղաքական կնքահայրերն են նրանք։ Հարգելի արշալույսիներ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ եւ կոչ անում անպայման մասնակցել ընտրություններին։ Մայր Հայաստան, համար 4, Ժողովուրդ ջան, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք շատ լավ տեղյակ ենք yarում վախի մթնոլորտ են ստեղծում, հենց որ իրենք դարձան իշխանություն, իրական կեղտոտ, կեղծիքներն ու ճնշումները իրենք են իրականացնում։ Ուրեմն սրանք հերիքի ուրացողների դաշինք են կազմել։
մի հատ էլ մարդկանց ճնշումների են ենթարկում, աշխատանքից են հեռացնում, սպառնում են, որ կհեռացնեն, մարդկանց մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որպեսզի ուրացողների դաշինքի իրենց ներկայացուցիչը դառնա համայնքի ղեկավար։ Մենք պետք է մերժենք այս թրքահաճո, ադրբեջանահաճո իշխանություններին եւ ձայնը տալով համար 4-ին Մայր Հայաստանին սկիզբ դնենք դրական փոփոխությունների համար։ Եթե ձեզ ստիպում են գնալ ձեր կամքին հակառակ, դուք ձեր ապտակը կարող եք տալ նոյեմբերի 16-ին քվեարկելով ու մերժելով քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային։ Իրենք վախեցած են ժողովուրդ, վախեցած մարդկանցից չարժե վախենալ։ Ձեր ուժը ձեր հավատքի ու միակամության մեջ է։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ ժողովրդական լեզվով ասած մի հատ լավ չափանակ տվեք սրանց, օրինակ վերցնելով մեր մյուս համայնքներից։ Սրանք վախի մթնոլորտ են ուզում սարքել, վախի միջոցով ուզում են քվե կորզել, հավատացնում են ձեզ ոչինչ չեն կարող անել, եթե դուք ակտիվորեն մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով մերժեք այս թրքահաճո իշխանություններին։ Մայր Հայաստան, համար 4, միացիկ, միացիր, որ թողան։ Սերեմ բավարշապատ սուրբին էջ միացի իմ Մայր Հայաստան Բավարշապատ ոստան ես դում է դպրության կապցիկ պեշտակ նոր պայքարի մոքայության Նորել ատելության ու տխրության եկել է շամը կողաչի շուշնիության Հարգելի Մայրը քաղաքացիներ, Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաբերդիկը համար 4-ն է, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով մերժեք այս ապիկալ իշխանությանը։ Ժորժան գիտեք չէ, որ անընդհատ թրկահարում են
ասֆալտապատել ենք, մաքրել ենք, հրինակ ցույց տվեք, էլ էս փողոցի վիճակը թող տեսնեն, հենց կենտրոնական փողոցից դուրս եկան, արդեն իրանց իրական դեմքը երևաց։ Ուրեմն սրանք հարձակվել են գյուղացիների վրա, ջերմոցների հետ կապված կամայական վճարներ են սահմանում։ Մենք դեմ ենք այդ մոտեցմանը, մենք ասում ենք, եթե մարդիկ իրենց տնամերձ հատվածներով ունեն ջերմոցներ, նրանց ողջամիտ բան պետք է սահմանեն, դին և մարդիկ սկսեն աշխատելը։ Եթե պետությունը այդ մարդկանց չի կարողանում օգնել, չի համատում իրանց գրպանները, ու շատ հետաքրքիր են, որ թուրքական ջերմոցներում աճեցրած այս իշխանության պարագլուխները հարձակվել են գյուղացիների ջերմոցների վրա, որտեղ բարիք է ստեղծվում, որտեղ արդյունք է ստեղծվում, և որով ապրում է մեր ժողովուրդը։ Սրանք հարձակվել են բոլորի վրա, գյուղացիների վրա, քաղաքում ապրողների վրա, ու այս ամեն ինչին պետք է վերջ տալ։ Դրա համար մենք այս կոչ ենք անում. միացի՛ն, միացի՛ն, Չարին վապին, ստին ու անհավատին, մայր տաճարի, լույսը հորնի, կեզ բաղբանի աստողորդին, սերին մաղաշապատ սուրբին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին մաղաշապատ սուրբին, էջ միացին, իմ այր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերսինե։ Սիրելի բնակիչներ, Մայր Հայաստան կուսակցությունն է ձեր առջև, մենք եկել ենք բազում ծրագրերով, ձեր առաջ ենք եկել մեր նախագծերով, մեր ծրագրերով, որոնցից մեկը մանկապարտեզները դարձնել անվճար։ Ահագին կթեթևանա գյուղացու բնակչի հոգսը։ Հարգելիներս, մենք աջակցում ենք ձեր քվեն։ Մենք այստեղ ենք, որ ձեր հետ միասին փոխենք մեր երկիրը, պահպանենք մեր կրոնը, պահպանենք մեր եկեղեցիները, պահպանենք մեր հայ ազգը։ Հարգելիներս, նոյեմբերի 16-ին այցելելով տեղամաս կատարեք ճիշտ ընտրություն, հնարավորություն տվեք Մայր Հայաստանին կատարել իր աշխատանքը ապացուցել գործով, այլ ոչ թե խոսքով։ Մայր Հայաստան, համար 4, շնորհակալություն։ Ասալույսի հայրերի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, թվյաթերթի թիվ 4, Մայր Հայաստան, համար 4, մենք ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին,
անպայման մասնակցել ընտրությանը եւ վերջ դնել քաղաքացիական պայմանագիր կոչված խունտայի իշխանությանը նախ վաղար շաբաթում, հետո էլ արդեն միասնաբար դա կանենք ամբողջ հանրապետությունում։ Այս իշխանությունը մտել է բոլորի գրպանը, այդ թվում մեր գյուղացիների, որոնք իրենց քրտինքով հաց են ստեղծում ու նպաստում Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Սրանք ջերմոցների վրա են հարձակվել, կամայական թվեր են սահմանում, մարդիկ իրենց տնամերձներում աշխատանք են իրականացնում, բայց ենթարկվում են թուրքամետ այս բարբարոսների հարձակումներին։ Մայն Հայաստանը դեմ է այդ քաղաքականությանը եւ իշխանություն ունենալու պարագայում վերանայելու է այդ մոտեցումը։ Մարդկանց պետք է հնարավորություն տանք ապրել ու ապրեցնել մեր հայրենիքը, այլ ոչ թե մտնել գրպանները։ Դրա համար մենք կոչ ենք անում, եթե ուզում եք ձերբազատվել այս ապիկար իշխանություններից, ձայնը տվեք Մայր Հայաստանին, թիվ 4-ին։ Մեր քրեաթերթիկը համար 4-ն է։ Մայր Հայաստան, համար 4, ամենակարևոր ուղերձը ձեզ, հատկապես մենք ահազանգեր ենք ստանում գյուղական համայնքներից, մարդկանց վախեցնում են, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն, ուսուցչին չեն թողնի, որպեսզի դասավանդի, դպրոցի փոխտնօրեն են վերջերս հեռացրել, կամայական գործողությունների են գնում, ապօրինությունների են դիմում, չվախենաք սրանցից, իրենք են ձեզանից վախենում, եթե ստիպում են ձեզ արտահայտել կարծիքը ու հետո ճնշումների դիմեն, իրենց երեսին նայեք եւ ասեք, որ դուք ձեր քաղաքացիական պարտքը կատարելու եք ու գնացեք նոյեմբերի 16-ին մի հատ մեծ ապտակ, շարաչուն ապտակ տվեք սրանց ձեր քվեարկությամբ ու դրանից հետո կտեսնեք, թե իրենք ինչպես են վախեցած ձեզանից։ Մենք արձանագրում ենք բոլոր այս կեղծիքները, դիմելու ենք համապատասխան գործողությունների եւ հրապարակայնացնելու ենք բոլոր այն դեպքերը, որոնք որ առնչվում են մեր քաղաքացիներին։ Հարգելի քաղաքացիներ, Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեր ուժը, ձեր քվեի մեջ է, ձեր քվեով մերժեք այս ապիկար իշխանությանը եւ թույլ մի տվեք, որպեսզի նրանք մտնեն ձեր գրպանը, ձեր պետության գրպանը եւ բոլորիս համար բերեն պարտություն ու ավերներ։ Մասնակցեք ընտրությանը, ձեր քվեարկությամբ մերժեք այս անօրեն իշխանությանը եւ սկիզբ դրեք դրական փոփոխությունների։ Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին
Ես սկիզբ դնել փոփոխությունների։ Մեր քվեաթերթիկը չորրորդն է։ Մենք Մայր Հայաստանն ենք։ Այս պահին Արշալույսի տների կողքով անցնելուց մենք տեսնում ենք, որ բոլորի մոտ են տնաներ ջերմոցներ կան, մարդիկ հողը օգտագործում են, որ բարի ստեղծեն, բայց այս իշխանությունները, այս ապիկարները հարձակվել են ջերմոցների վրա, կամայական թվեր են սահմանում, որ իբր թե բյուջե նստեն, բայց իրականում իրենց ատկատներն ու կոռուպցիոն գործարքները ապահոven։ Մայր Հայաստանը մերժում է այդ մոտեցումը, մենք վերանայելու ենք այդ քաղաքականությունը, ջերմոցների համար սահմանելու ենք ոչամիտ գումարներ, որպեսզի մարդիկ չճկռեն հարկերի ու տունքերի տակ, կարողանան բանի ստեղծել ու իրենց տներն ու մեր երկիրը պահել։ Մայր Հայաստանը դեմ է սրանց իրականացրած թալանին ու ձեզ կոչ է անում, որպեսզի մենք ազատվենք այս երկիրն ու գյուղացուն թալանող իշխանություններից, պետք է մասնակցենք ընտրությանը եւ մեր քվեն տանք թիվ 4-ին, Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Ժողովուրդ ջան, Արշալույսը հերոսական գյուղ է, Արշալույսը պետք է նոր Արշալույս բերի վաղարշապատին, մենք պետք է կարողանանք վռնդել այս ապիկար իշխանությանը, մենք պետք է կարողանանք մեր երեխաների համար արժանապատիվ, խաղաղ ու անվտանգ ապահովել, կյանք ապահովել, այնպես որ միասնաբար քվեարկում ենք թիվ 4-ի օգտին, Մայր Հայաստանի օգտին, միացիր, միացիր, Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշահարություն, Դավիթ Կարապետյան, Հրիփսիմե Լուկաչյան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին մեջ միացին իմ Մայր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դու մեր դպրության Տապցիվ կոչնակ նոր պայքարի ողջայնության Ești miazin, mai Հայաստան Կանցնեն օրեր, ատելության ու տխրության Եկել է շամը կողնաչի շուշկիության Դավիթ Կարապետյանը Վաղաշապատ սուրին, էջ միացին, իմ Մայր Հայաստան Ելի քո խոսքը ասա, ջարին մոտին, ստին ու անհավատին Մայր տաճարին, նույսը հորդին Կեզ պահպանի ասողորդին Սերին վաղաշապատ սուրին, էջ միացին Իմ Մայր Հայաստան Սերին վաղաշապատ սուրին, էջ միացին Իմ Մայր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն։ Սիրելի արշալույսներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։
Մենք եկել ենք այստեղ ձեզ մոտ, որպեսզի ներկայացնենք այն հիասքանչ ծրագրերը, որ նոյեմբերի 16-ից հետո ձեր վստահության քվեն ստանալուց հետո իրականություն ենք դարձնելու, որպեսզի Արշալույսում արշալույսները այլևս առանց ասֆալտի չբացվեն։ Արշալույս գյուղում արշալույսները տեսնում են, որ ինչ տխուր են, դժբախտ են եւ դժգույն։ Բայց պետք է քվեախցիկի առջև, երբ որ քվեաթերթիկը ձեր ձեռքում լինի, դուք ինքներդ կարողանաք թողել այս դժբախտ իրականությունը, որում այսօր գտնվում է Արշալույս համայնքը։ Արշալույսում չկա ասֆալտապատում եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ խմբակը, որը 2018-ից ի վեր մինչ այսօր ունենալով միահեծան իշխանություն կարող եք բարեփոխումներ իրականացնել եւ Արշալույսում գոնե փողոցները ասֆալտապատել։ Սա անհարգալից վերաբերմունք է բնակիչների հանդեպ։ Չէ որ դուք եք շենացնողը մեր երկիրը, մեր հայրենիքը, ձեր վրա է հենված մեր պետությունը։ Սիրելի արշալույսցիներ, կոչ ենք անում ձեզ նոյեմբերի 16-ին անպայման քաղաքացիական պարկ դրսևորել, դուրս գալ տներից եւ գնալ ընտրատեղամասեր, ճիշտ ընտրություն կատարել, ընտրություն կատարել ձեր խղճի մտով, ընտրություն կատարել անպայման հաշվի առնելով թեկնածուների անցած կենսագրությունը, անցած ուղին, անցած ճանապարհը, ինչ են արել անցած տարիների ընթացքում, ինչ օգուտ են տվել կոնկրետ ձեզ, ձեր ընտանիքին, ձեր համայնքին, եւ եթե տեսնում եք, որ նրանք որևէ օգուտ չեն տվել, այլ թալանել են, կեղեքել են, որքան հնարավոր է, որքան կարողացել են, խեղճացրել են ձեզ, արժանապատվությունը փորձել են նսեմացնել, ապա նրանք պետք է թարս ապտակ ստանան, ժողովրդի ասած թարս ստրիգա պետք է ստանան քվեախցիկում, արդեն քվեաթերթիկները հասվելիս, եւ պետք է հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը իրականում պատկանում է ժողովրդին եւ Արշալույսին ունի արժանապատվություն, ակտիվորեն մասնակցել է ընտրությանը եւ ոչ է ասել այն իշխանությանը, որը չի բերել ոչ մի փոփոխություն, միայն խաղացել է ձեր էմոցիաների հետ, զգացմունքների հետ եւ օգտագործելով այդ էմոցիաները իրենք դարձել են միլիոնատերեր, միլիարդատերեր։ Եթե հիշում եք 2018-ին փողոցային այդ խղճուկ խմբակը Գյումրիից քայլելով խոստանում էր ամեն ինչ բարեփոխել։ Խոստանում էր, որ դուք այլևս լավ եք ապրելու, բայց ես վստահ եմ, որ դուք տեսնում եք յուրաքանչյուրը ձեր ընտանիքում, որ որևէ դրական փոփոխություն դուք չունեք։ Ուստի դուք պետք է կատարեք ճիշտ ընտրություն ձեր խղճի եւ թեկնածուների անցած կենսագրությունը հաշվի առնելով։ Ինչ է առաջարկում Մայր Հայաստանը։ Նախ Մայր Հայաստանը ներկայանում է մաքրամաքուր թիմով։ Մեր թիմը կազմված է 33 անդամներից, փորձի երիտասարդության համախմբումը, միահամուռ ձևով եկել է ձեր առջև ներկայանալու բաց ճակատով։ Մայր Հայաստանը արդեն Երևանի ավականիում ցույց է տվել, ապացուցել է, որ տարին 12 ամիս, 24 ժամ օրվա մեջ եւ շաբաթը 7 օր քաղաքացիների կողքին է։ Նաև այն քաղաքացիների կողքին է, ովքեր վստահության քվեր թեկուզ մեզ չեն տվել, բայց մենք պատասխանատվություն ենք զգում եւ մեր ավականու անդամները օր ու գիշեր նրանց խնդիրներն են բարձրաձայնում ու հնարավորինս փորձում լուծումներ տրամադրել։ Եվ եթե նոյեմբերի 16-ին մենք ստանանք ձեր վստահության քվեն, մենք վստահեցնում ենք ձեզ եւ անկեղծ սրտով, բաց ճակատով կանգնելով ձեր առջև ասում ենք, որ եթե ունենանք ձեր վստահության քվեն, ապա վստահորեն դուք ձեզ զգալու եք ձեր համայնքի, մեր հայրենիքի տերը, որովհետև ձեր քվեն մեզ համար պատասխանատվություն է եւ մենք իրագործելու ենք ձեզ հետ միասին այն բոլոր հիանալի ծրագրերը, որոնք ներառված են Մայր Հայաստանի ծրագրում։ Իսկ այդ ծրագրում ասֆալտապատումը առաջնահերթություն է, գյուղական համայնքներում ռոռոկման ջրի խնդիրը վերջապես լուծելը առաջնահերթություն է, մանկապարտեզները անվճար դարձնելը մեր բոլոր բալիկների համար առաջնահերթություն է, հայ մարդու ազգային արժեքները, նպատակները կրկին բարձրացնելը
հայոց բանակի հաղթանակած լինելը կրկին առաջնահերթություն է, որպեսզի մեր բարիկները ապրեն խավար երկնքի ներքո, որպեսզի բոլորս ունենան արժանապատիվ կենցաղ, պարզապես արժանապատիվ կենցաղ։ Ես ուզում եմ 1-2 տողով ներկայացնել Մայր Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրից։ Փողոցային լուսավորության ապահովումը առաջնահերթություն է։ Կանաչապատ նոր տարածքների ստեղծումը և դրանց շարունակական խնամքի ապահովումը Մայր Հայաստանը, որը քվեաթերթիկով համար 4-ն է, համարում է առաջնահերթություն։ Թափոնների վերամշակման և տեսակավորման ծրագրերի իրականացումը նույնպես մտնում է Մայր Հայաստանի ծրագրերի առաջնահերթությունների մեջ։ Կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տեղական բյուջեի արդյունավետ ծախսերի վերացման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին։ Սիրելի արշալույսներ, հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4-ն է։ Երբ որ դուք նոյեմբերի 16-ին կհագնվեք, տոնականով են կպատրաստվեք, որովհետև այդ օրը շատ կարևոր է բոլորիս համար, ոչ միայն արշալույսի համար, ոչ միայն վաղաշաբաթ խոշորացված համայնքի համար, այլ համայն հայության համար, եւ ուրախ տրամադրությամբ կգնաք ընտրատեղամաս, վերցնելով ձեր քվեաթերթիկը, ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք, վերգտեք ձեր արժանապատվությունը եւ քվեարկեք ձեր խղճի մտոք։ Քվեաթերթիկ համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4, Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4։ Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վարար շապատ, սուրին մեջ միացին, իմ այ Հայաստան։ Շապատ, ոստան ես դում ենք դպրության, դարձիր կոչնավ, նոր պայքարի ողջայության։ Միազին իմ այ Հայաստան կանցնեն նորեր ապրելության ու տխրության եկել է ժամը փոխաչի շուշնիության Մայր Հայաստան կուսակցություն դրժարություն Դավիթ Կարապետյան կուսակցություն կկրչել քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Սերին վաղար շապատ սուրին մեջ միացիր իմ այ Հայաստան Վաղաշապատ
Ոստան ես դրում էր դպրության, դապսիտ կոչնակ, նոր պայքարի ողջ հայության։ Շապատ սուրբին
Էջմիածին իմ այլ Հայաստան Արշալույսի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք խաղաշապատի ընտրություններին և ձեր քվեով մերժեք քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային, ձեր ձայնը տվեք ազգային ուժերին, մասնավորապես Մայր Հայաստանին, քվեաթերթիկ համար 4, մի վախեցեք, մի ընկրկեք, մի հուսահատվեք, այս իշխանությունները իրենք են վախեցած և չեն կարող ձեզ վախեցնել, անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով մերժեք այս ապիկարների իշխանությանը։ Հարգելի արշալույսցիներ, դուք մասնակցելով ընտրությանը հնարավորություն ունենալու եք փոփոխություններ իրականացնել ոչ միայն Վաղարշապատում, այլ նաև ամբողջ Հայաստանում։ Վաղարշապատը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը և գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում։ Մերժելով քաղաքացիական պայմանագրին, մենք պաշտպանելու ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին, պաշտպանելու ենք մեր ինքնությունը, պաշտպանելու ենք մեր պետականությունը։ Նոյեմբերի 16-ին ձեր մասնակցությունը գերկարևոր նշանակություն ունի։ Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը և պարտավորվում ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որը ձեզ ներկայացրել ենք։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, միացիր։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին Վաղարշապատ սուրին Էջմիածին իմ այլ Հայաստան Վաղարշապատ ոստան ես դու մեր դեպրության դապսիտ կոշնար նոր պայքարի ողջ հայության Էջմիածին իմ այլ Հայաստան Կանցնեն օրեր ապրելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Ձեր տուրասին կրքու համար Վաղարշապատ Էջմիածին իմ այլ Հայաստան Ելի էդ քո խոսքը ասա չարին վատին, ստին ու անհավատին մայր տաճարին, լույսը հորդին Քեզ պահպանի աստղամորթին Սերին Վաղարշապատ սուրբին Էջմիածին իմ այլ Հայաստան Սերին Վաղարշապատ սուրբին Էջմիածին իմ այլ Հայաստան Սիրելի Վաղարշապատցիներ, ողջունում ենք ձեզ
մենք Մայր Հայաստանն ենք, այս պահին քարոզարշավը Մայր Հայաստանը իրականացնում է Արշալույս գյուղում։ Մենք բոլոր արշալույսցիներին կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին և մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը 4-րդն է և մենք ձեզ կոչ ենք անում փոփոխությունների համար քվեարկել թիվ 4-ի օգտին, Մայր Հայաստանի օգտին։ Մեր ցուցակը գլխավորում են Գրիշա Հարությունյանը, Դավիթ Կարապետյանը և Ռիվսիմե Մկրտչյանը։ Մեր ցուցակում կան փորձառու ճանապարհ անցած մարդիկ, համայնքային կառավարման փորձ ունեցող մարդիկ, ովքեր ոչ թե լսելով այդ գործով գիտեն, թե ինչպիսի հոգսեր ունի գյուղացին, ինչ կարիք կա քաղաքում և ինչպես պետք է կառավարել համայնքը։ Մայր Հայաստանը քաղաքական պատասխանատվություն է կրում մեր ծրագրերի կյանքի կոչման համար։ Մեր յուրաքանչյուր ներկայացուցիչ, հավաքանու յուրաքանչյուր անդամ պարտավորվել է իրականացնել այն ծրագրերը, որը մենք ներկայացնում ենք մեր քաղաքացիներին, Բաղարշապատի բնակիչներին։ Այնպես որ սրանք նախ եւ առաջ քաղաքական ընտրություններ են, ապա նոր միայն տեղական նշանակության։ Քաղաքական փոփոխությունների հասնելու համար քվեարկեք թիվ 4-ի օգտին, որպեսզի կարողանանք վռնդել այս անաստվածների և թրքահաճո իշխանությունների ամբողջ թիմին։ Մերժեք քաղաքացիական պայմանագրին և քվեարկեք Մայր Հայաստանի օգտին, որպեսզի գյուղի խնդիրները լուծվեն, քաղաքի խնդիրները լուծվեն, մեր երկրի անվտանգության հարցը լուծվի։ Պետք է մերժենք սրանց և ձայնը տանք Մայր Հայաստանին, որը քաղաքացիական պայմանագրի թիվ 1 ընդդիմախոսն է։ Մայր Հայաստան, համար 4, միացիր։ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեի ուժով մասնակցեք նաև համայնքի կառավարմանը։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վարշապատ սուրին, էչ միասին, իմ Մայր Հայաստան։ Ոստան ես դու մեր դպրության, դապսի կոչնար, նոր պայքարի ողջ հայության։ Ուսուրավոր, աչակ մարսիկ, Խաչը երկրին բազիկ, Սերին վարշապատ սուրին, էչ միասին, իմ Մայր Հայաստան։ Անտելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության։ սեր կուրասին, տոմ կողավոր, Վարշապատ, Սերին վարշապատ սուրին, էչ միասին, իմ Մայր Հայաստան։ Չարին վատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, քեզ պահպանի աստողորդին, սերին վարշապատ սուրին, էչ միասին, իմ
Eç miyasin in my Հայաստան Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, ողջունեք եկեք նա ծափարությունները, ողջունեք մեր քաղաքացիներին։ Ժողով ջան, անպայման մասնակցեք ընտրությանը և մի ընկրկեք սրանց ճնշումների առաջ։ Եթե խնդիր կա, կարող ենք իրենց տեխնոլոգիապես հաղթել։ Ցույց մի տվեք, որ իրենց դեմ եք քվեարկելու, որպեսզի ճնշումների չենթարկեն ձեր բարեկամներին։ Մասնակցեք ուղղակի այդ օրը ընտրությանը և քվեախցիկում ապտակ հասցրեք քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային։ Շատ կարևոր է, որպեսզի ձեր մասնակցությունը բարձր լինի։ Եթե գնում են ապօրինությունների, գնում են խախտումների, վարչական լծակներ են կիրառում, սպառնում են աշխատանքից հեռացնել, ճնշումներ են կիրառում բիզնեսմենների վրա, այս ամեն ինչը մեզ տեղյակ պահեք։ Մենք տեխնոլոգիապես կորոշենք, թե ինչպես տեղ հասցնել այս խնդիրները, հրապարակայնացնել և դեմն առնել այս ապօրինություններին։ Իրենք իհարկե դրանից նահանջ չեն իրականացնելու, փորձելու են շարունակել այդ ապօրինությունները, բայց մեր գլխավոր զենքը դառնալու է մեր բարձր մասնակցությունը։ Ինչքան էլ ապօրինություն անեն, ինչքան էլ փորձեն ճնշումներ կիրառել, միևնույն է քվեախցիկում դուք ինքներդ ձեր հետ եք, ձեր խղճի առաջ, ձեր որոշման իրականացման պրոցեսի առաջ։ Այնպես որ մի վախեցեք և անպայման մասնակցեք ընտրությանը։ Սրանք ուրացողների դաշինք են, ուրացողներից պետք չի վախենալ։ Մեկը իր հոր անցած ճանապարհն է ուրացել, մյուսը իր եղբոր անցած ճանապարհն է ուրացել։ Այդ եղբոր անցած ճանապարհ ուրացողը հաջորդի է անել ամեն ինչ, ամեն մի սրբություն և արժանի է քաղաքական աղբանոցում հայտնվելուն։ Դրան որպես կցորդ եմ ներկայացրել այս ընտրություններին և որպեսզի մենք կարողանանք խափանել այդ կցորդի ծրագիրը, պետք է միասնաբար մերժենք սրանց և ձայնը տանք Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, համար 4 Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին Էչ միացին in my Հայաստան Վաղաշապատ ոստան ես դում եք դպրության Դապցի ոչնավ մոր պայպարի ոչայության Կանցնեն օրեր, ատելության ու տղ
շապատ սուրգին, էջ միացին, իմ այ Հայաստան։ Արշալույսի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Այս ընտրությունները կարևոր համապետական ու տեղական նշանակություն են ունենալու։ Մասնակցեք անպայման նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությանը և ձեր քվեով վերջ դրեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի իշխանությանը և ձևավորեք նոր ազգային իշխանություն իդեմս Մայր Հայաստանի, Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, սիրելի ժողովուրդ, արշալույսի հարգելի բնակիչներ, չվախենաք սրանց բռնաճնշումներին, մենք ձեզ կոչ չենք անում գնալ ուղիղ հակադրության, մենք ձեզ կոչ ենք անում մասնակցել ընտրություններին և ձեր քվեով ապտակել այս ապիկար իշխանությանը։ Մասնակցելով ընտրություններին դուք կանխելու եք սրանց պլանավորած ընտրակեղծիքները։ Սրանք նախատեսել են վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրատարածքները, այսպես ասած, լցոնել մարդկանցով ու իրենց հարմար թիվ նկարել։ Նույնը իդեպ ուզում էին անել նաև Գյումրիում, բայց խայտառակ ապտակ ստացան և գյումրեցիները ուղարկեցին սրանց իշխանությանը դեպի քաղաքական աղբանոց։ Վաղարշապատի բնակիչները ունեն հնարավորություն ավելին անել, քան մենք տեսել ենք Գյումրիում և այլ քաղաքներում։ Վաղարշապատը քվեի ուժով կարող է մերժել այս իշխանությանը և սկիզբ դնել բարեկեցիկ կյանքին, խաղաղ երկրին, անվտանգ երկրին։ Մենք Մայր Հայաստանն ենք և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և ձեր քվեով ձևավորել նոր արդյունավետ իշխանություն։ Մայր Հայաստան, համար 4, արշալույսի հարգելի բնակիչներ, դուք հերոսական մարդիկ եք, դուք բարիք ստեղծող մարդիկ եք, դուք ունեք քվեի ուժ, այդ ուժով մասնակցեք ընտրությանը և վերջ բերեք այս ապիկարների կառավարմանը։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, միացիր,
Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Լուսինե Մկրտչյան, Գրիաթերթի Համարչոց, Միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Գրիաթերթի Համարչոց, Միացիր, որ փոխենք։ Շապատ սուրի, էչ միացի, իմ այ Հայաստան։ Շապատ, ոստան ես դում է դպրության, տապցի կոշնար, նոր պայքարի ողայության։ Միացին իմ այ Հայաստան։ Եկել է ժամը կողաչի շուրջ միության։ Սեր կորասի, կամքու համար, Մայր Հայաստան կուսակցություն Գրիաթերթի Համարչոց, Միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրի, էչ միացին իմ այ Հայաստան։ Շապատ, ոստան ես դում է դպրության, տապցի կոչնար, նոր պայքարի ողայության։ Եկել է ժամը կողաչի շուրջ միության։ սեր կորասի, կամքու համար, Մենք հիմա ամփոփելու ենք արդեն ժողովուրդ մի հատ մոտենանք Արշալույսի հարգելի ժողովուրդ, սիրելի բնակիչներ, մենք շնորհակալ ենք ձեզ ընդունելության համար։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4-ն է եւ մենք ձեր քվեի ուժով ակնկալում ենք նոր իշխանություն ձևավորել։ 1, 2, 3